Երիտասարդացված կազմով, բայց թեժ մրցակցությամբ տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ շախմատի Հայաստանի առաջնություններն ընթանում են անզիջում պայքարում։ Տղաների մրցակցությունում 7-րդ տուրից հետո Արթուր Դավթյանը, Զավեն Անդրեասյանը եւ Մանուել Պետրոսյանը 4.5 միավորով բաժանում են 1-ից 3-րդ տեղերը։ Եթե Անդրեասյանն ու Մանուել Պետրոսյանը փորձառու ու տիտղոսակիր են եւ նրանցից մասնագետները միշտ են լավ խաղ սպասում, ապա Արթուր Դավթյանն առաջին անգամ է միացել չեմպիոնական պայքարին։ Այսուհանդերձ ֆավորիտին գուշակել խուսափում է անգամ փորձառու մասնագետ առաջնության գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը։ Ես չեմ կարծում, որ երիտասարդացումը ազդել է որակի վրա, որովհետև 7 գրոսմայստեր է խաղում եւ այդում դեռ մեկ շախմատիստ կա, որ արդեն բոլոր ցուցանիշները կատարել է եւ գործերը ներկայացվել է FIDE եւ օրորի վրա սպասում ենք նոր հաստատումը։ Այսինքն համարյա կարանք ասենք 8 գրոսմայստերով տղամարդկանց մրցաշարն է անցնում, 4.5 միավոր ունենք 3 շախմատիստ, կան շախմատիստներ, որ ունեն նաև 4 միավոր, դա ընդգծում է, որ ամբողջ պայքարը այս վերջի 2 խաղապոլում է լինելու եւ երևի կարելի է չփորձել կանխատեսել, թե ում կհաջողվի այս վերջի 2 պարծաներում հաջողության հասնել։ Կանանց առաջնությունում միանձնյա առաջատարը Աստղիկ Հակոբյանն է, որը 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր։ 5.5 միավորով նրան հաջորդում է Անահիտ Մկրտչյանը, 4.5 միավորով եռյակը եզրափակում է Անի Ավետիսյանը։ Կանանց մոտ էլ դեռ ամեն ինչ էլի պարզ չի, ամեն ինչ կորոշվի վերջի խաղապոլերում, բայց ես ասեմ, որ մենք այսօրվա վիճակով կարիք ունենք երիտասարդ կին շախմատիստուր համալարի հավաքականը, որովհետև հավաքականը ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ այնտեղ մեր փորձված շախմատիստներն են խաղում, որ արդեն գրեթե 25-30 տարի հավաքականի կազմում են եւ ինչ որ թարմացում մենք կուզենայինք որ լիներ։ Առաջնության հաղթողները հայտնի կդառնան հունվարի 21-ին։ Արամ Մանուկյան, Սինիկ Մայիլյան, Էպիկենտրոն։